Պարոն վարչապետ, կուզենայի նաև հիշեցնել, որ հայտարարագրման ժամկետը սկսվում է մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը 2025 թվականի հայտարարագիրը ներկայացնելու համար եւ ուզում եմ ասեմ, որ երկու շաբաթվա ընթացքում մենք պատրաստում ենք այս առումով բերել եւս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման կամ որոնք հայտարարագրման ենթակա են միայն միանավակ գործարքի գծով սահմանված որոշակի շեմը գերազանցելու դեպքում, այսինքն այստեղ հավելյալ պարզեցումներ, որովհետև եթե հիշում եք, մեր քաղաքացիները հարցեր էին բարձրացնում, թե որ շեմերը ընտանիքի անդամներին փոխանցումները եւ այլն, հիմա մենք կոնկրետ սահմանում ենք այն երկար ցանկը, որոնք հայտարարագրման ենթակա չեն եւ երկու շաբաթվա ընթացքում կներկայացնենք կառավարության հաստատմանը։ Շատ լավ, համեցեք բանակ։ Պետք մի կարևոր լրացում էլ անեմ, որ սա նաև բացի բուն հայտարարագրման ռեֆորմի տրամաբանությամբ ինքը հարմարավետ հարթակ է նաև բազմաթիվ ֆիզիկական անձ հարկ վճարողների համար, որպեսզի իրենք այնինչև պետական եկամուտների կոմիտեն չի տեսնում, օրինակ վարձավճարները կամ նմանատիպ այլ եկամուտներ, այդ հարթակում շատ պարզ հայտարարագրեն եւ իրենց հարկերը վճարեն եւ 25 թվականը այդ տեսանկյունից էլ է բավական տենց առաջընթացի տարի եղել ու եթե թվեր հնչեցնեմ 8.6 միլիարդ դրամ հարկեր են վճարվել այդ ճանապարհով նախորդ տարվա 4.5 միլիարդ դրամի փոխարեն սա խոսում է հենց այդ հարմարավետության մասին 8.6 միլիարդ, այսինքն հայտարարագրման ճանապարհով Այո, այսինքն դրանք այն հարկերն են, որոնք այս պլատֆորմի բացակայության պատճառով օրինակ հնարավոր չէր լինի ու նորից կընկնենք այդ թղթային տրամաբանությամբ ինչ-որ դիմումներ ստանալու հարկեր հայտարարելու ռեժիմի մեջ